Դե ինչ, շարունակում է Առավոտ լուսով վիկենդը, իսկ հիմա սիրով ուզում ենք դիմավորել մեր այսօրվա առաջին հյուրին, ուրեմն այստեղ ուշադրություն, թմբուկներ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյան։ Բարի լույս Նազիկ, շատ ուրախ ենք։ Բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալ եմ։ Մեզ հետ եք սկսում Առավոտը։ Այսօր իրականում շատ կարևոր թեմա ունենք զրուցելու։ Խոսքն իհարկե Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի մասին է եւ հետաքրքիր է ինչպես ծնվեց գաղափարը, որ պետք է արդեն ստեղծել նման հիմնադրամ։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Դեպ ասեմ, որ հիմնադրամի հետ կապված խոսում եմ առաջին անգամ, քանի որ այս 1 տարի է, կարելի ասել, պատրաստվում էի հիմնադրամի նպատակները, ճանապարհը, խոսքով արդեն գալիս եմ նրան, որ վերջապես կարող եմ հայտարարել հիմնադրամի մասին։ Իհարկե դա ամբողջ մի կյանքի ճանապարհ է, որը ես անցել եմ սպորտի մեջ, իմ գիտակից եւ ոչ գիտակից ամբողջ կյանքս եղել է սպորտի մեջ եւ արդեն սպորտը թողնելուց հետո եկա նրան, որ իմ գործունեությունը, որ սպորտում կարողանամ շարունակել ու այն ճանապարհը, որ ես անցել եմ, ուզում եմ փոխանցել սերունդներին եւ դրա համար պետք է ստեղծել հիմնադրամ, որպեսզի ավելի տեսանելի լինի եւ որպեսզի ավելի մեծ լինեն հնարավորությունները իրականացնելու այն, ինչի մասին երազում էի։ Հիմնականը ինչ առաքելություն է ունենալու հիմնադրամը։ Հիմնադրամը կոչվում է սպորտի զարգացման հիմնադրամ, բայց ես միշտ ասում եմ զարգացում սպորտի միջոցով, քանի որ ոչ միայն սպորտ է ներառված, այլ իրոք զարգացում սպորտի միջոցով։ Նախ առողջ ապրելակերպի տարածում, առողջ կենսակերպի, քանի որ դա շատ կարևոր է։ Մենք իրոք սպորտային ազգ ենք եւ պետք է այդ մշակույթը շատ ձևավորված լինի մեր մեջ, սպորտով զբաղվելու մշակույթը եւ այն միջավայրերում, որտեղ որ չկա շատ սպորտի հասանելիություն, մարզերում, հնարավորինս պետք է այնպես անենք, որ այո սպորտը այնտեղ զարգանա, մրցաշարերի կազմակերպում ու ընդհանրապես առողջ ապրելակերպի մշակույթի զարգացում, իսկ ընդհանուր կոնկրետ ծրագրի մասին, թե ինչ նպատակ ունի ու ինչի վրա ենք աշխատում, արդեն հոկտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում կկայանա պրեզենտացիան մամուլի ասուլիսով, ես արդեն այնտեղ վերջնական կհայտարարեմ ամենամեծ այն պրոյեկտի մասին, այն նախագծի մասին, որը իրականացնելու է Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման Երբ ասացիք, մեկ անգամ ևս օրը ասենք։ Հոկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերի 7-ին բոլոր ծրագրերի եւ նախաձեռնությունների մասին արդեն մամուլի ասուլիսի տեսքով հանդես կգաք։ Այո։ Ինձ շատ հետաքրքրեց ինչ մեխանիզմով եւ ինչ մոդելով է գործելու հիմնադրամը, հա, առաջնորդվելով այլ երկրներում գործող սպորտի զարգացման հիմնադրամների օրինակով, թե մենք ունենք բացառիկ հայկական ինչ-որ մոդել, որը գործարկելու ենք։ Տեսեք, որպես այդպիսին հեծանիվ չենք հորինելու, որովհետև այն կա, բայց մենք մերը պետք է ստեղծենք եւ ամբողջ աշխարհում ընդունված երևույթ է, երբ որ մարդ ինչ-որ ճանապարհ է անցնում, հասնում է մի կետի, ստեղծում է հիմնադրամ, որպեսզի կարողանա իր անցած ճանապարհը ծառայեցնել մյուս սերունդներին կամ ինչ-որ մի գործի։ Դրա համար ստեղծվում է հիմնադրամ եւ ես դա միշտ եմ կարեւորել, քանի որ հատկապես մարզիկները մեծ ճանապարհ են անցնում եւ շատ ափսոս է, երբ որ սպորտից հետո ընդհանրապես թողնում են սպորտը։ Դա իմ համար շատ ցավալի երևույթ է եւ ոնց որ այդ ամբողջ տարիները հենց այնպես անցնում է ու ես շատ շփվելով մարզիկների հետ շատ լավ հասկանում եմ, որ իրենց համար էլ է շատ մեծ ցավ, որ սպորտը թողնում են, գնում են երկրից կամ ինչ որ լրիվ այլ գործունեություն են անում, բայց չէ որ շատ մեծ փորձ կա կուտակած, որը որ պետք է փոխանցել։ Ձեր օրինակից ելնելով ինձ հետաքրքրեց գոյություն ունի արդյոք սպորտը թողնել հասկացություն, որովհետև դուք սպորտի մարդիկ եք երևի դա համարում եք սպորտը թողնել, բայց այնուամենայնիվ ապրում եք սպորտով։ Պրոֆեսիոնալ սպորտը թողնելու մասին է խոսքը, որպես մարզիկ, որ հանդես է գալիս արդեն Եվրոպայի, աշխարհի այդ մրցաշարերում, հիմնականում դրա մասին է սպորտը թողնելը, որը որ շատ ցավալի երևույթ է, բայց այո, բայց հոգին չի փոխվում սպորտից ախր, չի կարող մարդ, որը մի ամբողջ կյանք է նվիրել ու մի ամբողջ մեծ իհարկե իր հեշտ ու բարդ, դժվար ու այսպես վայրի վերումներով ճանապարհն անցած միանգամից թողնելը կարծում եմ իհարկե շատ դժվար է։ Շատ դժվար է, հատկապես հոգեբանում եմ, որ արդեն չես մասնակցելու մրցումներին,
Բայց որպես այդպիսին պետք չի սպորտը թողնել եւ նաեւ խորհուրդ եմ տալիս բոլորին լինել սպորտի մեջ, քանի որ մենք զբաղվելով սպորտով ոչ պրոֆեսիոնալ ձևով մենք մարզում ենք մեր մարմինը, ինչպես որ մենք ընթերցանությամբ կամ թեգուզ եւ հիմա կա տարբեր ինտերնետային հարթակներով հետաքրքիր ինֆորմացիաներ, որ մենք մարզում ենք մեր ուղեղը կարդալով, եթե մենք ինչ որ մասնագիտության մեջ ենք, չենք կարող չէ այլ մասնագիտություն, այլ գրքեր չկարդալ, այլ թեմաների հետ կապված, այդպես մենք մարզում ենք մեր ուղեղը, նույնն է սպորտով զբաղվելը պետք է մարզել մեր մարմինը, որպեսզի տարիների ընթացքում չդեգրադանա, որը որ ցավոք քչերն են անում, բայց արդեն ի ուրախությունից տեսնում եմ, որ մարզադահլիճները արդեն դրսում, որ հնարավորություն են լինում, պարապում են տարիքով մարդիկ, որը որ շատ կարևոր է, պետք է այդպիսի միջավայրեր շատ լինեն։ Հաշվի առնելով, որ մենք առաջին եթերում առաջին անգամ խոսում ենք հիմնադրամի մասին, ու սա բացառիկ երևույթ է արդեն, ու դուք էլ քիչ առաջ խոսքի մեջ նշեցիք, որ ուզում եք հասանելի դարձնել մարզերում բնակվող մեր հայրենակիցների համար սպորտը, առողջ ապրելակերպը նաև։ Հետաքրքիր է, ինչ քայլեր եք մտածում ձեռնարկել, որպեսզի մարզերում մեր բնակվողների համար հասանելի դառնա սպորտը եւ իհարկե խոսենք նաեւ սոցիալապես խոցելի խմբերի մասին։ Արդյոք կան ծրագրերում նաեւ այս կետերը։ Միանշանակ կան, քանի որ մարզերում մենք հզոր ռեսուրս ունենք, որը որ ցավոք այդպես չի օգտագործվում, եւ այս ծրագրի շրջանակներում մի ուրախությունից շատ մարզիկներ են միացել եւ այն մարդիկ են իմ կողքին, ովքեր կարեւորում են սպորտով զբաղվելու կուլտուրան եւ սպորտի զարգացումը, իրականում չհամարելով երկրորդային կամ երրորդային, որը որ բնավ այդպես չէ, եւ դա այն նախագիծն է, որը որ ես մենակ չեմ կարողանա իրականացնել ու այս ճանապարհն անցնում եմ բոլոր նրանց հետ, ովքեր հիմնադրամի առաքելությանը, հիմնադրամի արժեքները կիսում են, հավատում են այս ծրագրին եւ իմ կողքին կանգնած են, ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր դեռ միանալու են։ Գիտեք, որոշ ծնողներ ենթադրում եմ թերահավատորեն են կարելի ասել մոտենում սպորտի կարեւորությանը, հա։ Ոնց կարելի է այդ խնդիրը շտկել եւ արդյոք ծնողներին ինչ որ կերպ կարող ենք ներգրավել այդ ամեն ինչի մեջ։ Տարիքային սահմանափակումներ կան, գոյություն ունեն, ծնողները կարող են եւս ներգրաված լինել, մասնակցել այդ ամեն ինչին, թե միայն բացառապես հիմնադրամը գործելու է երեխաների համար։ Բնականաբար տարիքային խմբեր չի լինելու ընդհանրապես, որովհետև յուրաքանչյուր տարիքում շատ պետք է սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպով, ֆիզկուլտուրայով կարելի ասել մարմնակրթությամբ։ Դա միշտ է պետք ու բոլոր տարիքներում, բայց թե պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու համար բնականաբար տարիք կա, որից որ չենք խուսափում, իսկ դա մասնագիտություն է, որը որ ընտրում են մարդը, մարզիկը, երեխան, եւ եթե ինքը կարող է այդ մասնագիտության մեջ ներկայացնել իր երկիրը, դրսևորվել, փոքր տարիքում ինչու՞ չէ արդեն ֆինանսապես նաեւ ապահովել, իր ընտանիքը պահել, ինչու՞ չընտրի այդ ոլորտը։ Ճիշտ է, սպորտը ցավոք վնասվածքներով լի է, բայց եթե լինի նաև ճիշտ մշակույթ սպորտային բժշկության, բնականաբար վնասվածքներն էլ քիչ կլինի, ու ընդհանրապես շատ ավելի գրագետ մոտեցում կլինի։ Էլի նորից փաստեմ իմ ուրախությունը, որ արդեն կամաց ավելի մասնագիտացված է դառնում սպորտային բժշկությունը Հայաստանում, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Ոչ մի անգամից, ժամանակ է պետք ամեն դեպքում, կամաց։ Իհարկե, ժամանակ է պետք ու մենք պետք է բոլորս ներգրավված լինենք, մենք էլ ինչ որ կարող ենք մեր չափով անել, ու դա շատ ուրախալի է, որ կան մարզիկներ, ովքեր իրենց ծրագրերն ունեն, ովքեր այս ծրագրի կողքին են եւ բոլորը պահանջատիրական դիրքից պետք է դուրս գալ եւ փորձել ինչ որ մի բան դու անել։ Մենք գիտենք, որ հիմնադրամը նաև կրթական ծրագրեր է նախատեսում ու հետաքրքիր է արդյոք այդ ծրագրերի շնորհիվ առհասարակ հասարակության վերաբերմունքն ու կարծիքը կփոխվի սպորտի նկատմամբ։ Այո, կրթական ծրագրերը միանշանակ, քանի որ սպորտը միայն ֆիզիկական աշխատանք չէ, նաև մարզիկը պետք է եւ հոգեպես եւ մտավոր առումով շատ ուժեղ լինի, զարգացած լինի եւ հենց դրա համար էլ կրթական մասը անպայման լինելու է, նաև հոգեբանների այդ մոտեցումը, որ ցավոք Հայաստանում սպորտային հոգեբանություն եւ մարզիկների հետ հոգեբաններ քիչ են աշխատել, այդ թվում եւ
իմ հետ, որ այսքան տարիների տարբեր վնասվածքներ, տարբեր հոգեբանական խնդիրներ են ունեցել եւ հոգեբաններ չեն եղել, այո, եւ կրթական, եւ այսքան դրա կարիքը զգացվել է։ Միանշանակ ես շատ եմ զգացել եւ նաեւ այս վերջի տարիներին տեսել եմ մարզիկներ, որոնց հետ հոգեբան է աշխատում եւ ինչ վիճակում են նրանք։ Ինձ միշտ թվում էր, որ մեր մարզիչները համ հոգեբան են, համ ծնող են, համ մարզիչ են, համ ամեն ինչ են։ Այսինքն այդ առաքելությունը միայն մարզիչը կապահովի։ Մոտեցում է խիղճ մարզիչը, որ մեկն անի։ Իսկ ինչպես նշեցիք, դուք ձեր ընկերներին եւս ներգրավել եք գործընթացի մեջ, նրանք եւս լավ մասնագետներ են, ինչպես եւ դուք, փորձի փոխանակում ոնց հասկանում ենք տեղի կունենա, այսինքն բազմապրոֆիլ մասնագետներ են լինելու, ովքեր փորձի փոխանակում են իրականացնելու հիմնադրամում ներգրաված երեխաների հետ։ Միանշանակ նաև դրսից մասնագետներ կլինեն, որ կհրավիրվեն եւ մեր մասնագետները արդեն դրսում վերապատրաստումն է եւ փորձի փոխանակում կանեն, բնականաբար առանց դրա չի լինի, ինչքան էլ լավ ուզում է լինի մասնագետը, երբ որ անընդհատ վերապատրաստում չի անցնում, բնականաբար հետ է ընկնում։ Ինչպիսի սպորտային համայնք կուզեիք տեսնել մի 10 տարի հետո։ Ձեր պատկերացումները, այդ թեկուզ հենց այս հիմնադրամի առաքելությունն էլ, այսինքն իր նպատակն էլ որ կա ու ծնվե ու ստեղծվում է արդեն, հոկտեմբերի 7-ին ավելի մանրամասն մենք կծանոթանանք ամեն կետերի հետ, կնպաստի վստահաբար, բայց ամեն դեպքում հետաքրքիր է 10 տարի հետո ինչպիսին է ձեր պատկերացումները։ Ես նախ եւ առաջ, ինչպես նշեցի, զարգացում սպորտի միջոցով, ես ոչ միայն ուզում եմ տեսնել ուժեղ, ֆիզիկապես ուժեղ մարզիկներ, այլ մարզիկներ, ովքեր իրենցից արժեք են ներկայացնում եւ կրում են ազգային գաղափար իրենց մեջ, ուժեղ մտածելակերպով, համախմբված թիմային մտածելակերպով, սերունդ լայն, ես կասեմ լայն մտածելակերպով ու իմ երազանքներից մեկը ոչ միայն մարզիկներ, այլ նաև ապագա ծնողներ մեծացնելն է։ Հրաշալի, կա ինչ-որ մի բան, որին չհասցրեցինք մենք անդրադառնալ, բայց դուք կուզենայիք օրինակ դրա մասին էլ խոսել։ Հիմնականում կխոսեմ արդեն հոկտեմբերի 7-ին, բայց նշեմ, որ հիմնադրամը նոր է, դեռ 1 տարի չկա, ապրիլի 4-ին է հիմնվել, նշեմ, որ համապատասխանում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին եւ այո, ես այսքան տարիների ընթացքում տեսել եմ դրա կարևորությունը, որ պետք է լինի։ Պետք է լինի, քանի որ յուրաքանչյուրս մեր վրա պետք է վերցնենք պատասխանատվություն, մենք մեր ոլորտում, մեր բնագավառում ինչ-որ մի բան անենք մեր երկրի ու մեր սերունդի համար։ Իսկ կարող ենք մենք նշել, որ տարիներ անց արդեն Նազիկ Ավդալյան հիմնադրամը սպորտի զարգացման մեզ կպարգևի սաներ, ովքեր Եվրոպայի առաջնությունում եւ կամ ինչու՞ չէ աշխարհի առաջնությունում արդեն որպես Նազիկ Ավդալյանի սան կարողանան համաշխարհային հաջողություններ գրանցել։ Աստծուց առաջ չընկնենք, բայց մենք դրան։ Այո։ Նազիկ, շատ շնորհակալություն կարևոր զրույցի համար, մենք ձեզ միշտ ուրախ ենք մեր տաղարում տեսնել, հատկապես առավոտը սկսել նաև ձեզ հետ ու եւս մեկ անգամ ձեր շնորհիվ սպորտը կարևորել ու ինչու՞ չէ նաև սպորտի շնորհիվ առողջ ապրելակերպի մասին առիթներ ենք ունենում զրուցելու։ Շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն։ Ձեզ շնորհակալություն, մանապես։ Շնորհակալություն։ Մենք շարժվենք առաջ։